տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք։ Մարտուն Գրիգորյանի հոր եղբայրները Համլետը, մյուսը ին լավ ընկերներն են, լավ եղբայրներն են։ Հիմա սարքեցին այդ ամեն ինչը քաղաքում եւ մինչեւ այսօր ինչ որ երկրում լինում է, սարկում են բաժանիր որդիրես։ Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան Թուրքիան է եւ Ադրբեջանն է։ Լավ իմացեք, ես հայ ժողովրդի հետ թշնամություն չունեմ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է. «Ներիր քո եղբորը, քո ընկերոջը 7 անգամ 77 եւ չգիտեմ ինչքան»։ Ես այդպես այդ ձեզ եմ ներում ձեր սրտերի համար։ Ոչինչ, ինքը չայր տղա է, կմեզանա կհասկանա։ Ինքը չայր, կմեզանա, բան կա։ Դե ուրեմն ինչ է, Մարտուն Գրիգորյանին ես հանգանում եմ իրենց ընտանիքին աշխարհի տակի լավ բաները, լավ լինեն, առողջ լինեն, մտածեն վերին Երուսաղեմի մասին, մնացածը սաղ սուս է։ Որ Մոսկվայի աղջիկ ջան։ Հա, այդ քո գործը չի դու կոր այդտեղ մի մտի։ Այդտեղ մի մտի։ Հարցը ես տամ էլի։ Ով որ թալանարել է, թող գնան ունեցրկեն, մենք սպասում ենք, դրա համար ուզում ենք, որ ինքը գար, որ երկրի ընդեր կամբողջությամբ օֆշորներում գրացված, երկրի ամբողջ հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքում է, սպասում ենք, որ այդ մարդկանցից վերցնեն, դարձնեն պետական սեփականություն, ցավոք սրտի տեսնում ենք երկրի 90% քաղաքապետերի վրա գործ են հարուցում, ոնց որ ուրեմն Խավոթյան Նոխազը լինեն քաղաքապետերը։ Իսկ եթե Ղուկասյան Վարդանի աշխատածը, որ մենք մշտական աշխատել ենք, բարձրաձայն 100 անգամ ասել ենք, ու այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, այսինքն ես որ եկեղեցի էի կառուցում մինչև քաղաքապետ լինելը, ես